Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառին Թաֆյանն եմ, բարի առավոտ։ Մայր Հայաստան կուսակցության անդամ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին դատարանը որոշել է կալանավորել 2 ամսով։ Մանուկյանին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնեմ, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել պետական գաղտնիք հրապարակելու համար։ Մայր Հայաստան կուսակցությունը հայտարարություն է տարածել Արեգնազ Մանուկյանի կալանավորման վերաբերյալ։ Կուսակցությունը շեշտել է, որ դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։ Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմին դիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում, ասված է կուսակցության հայտարարությունում։ Մայր Հայաստանը կոչ է անում հանրությանը քաղաքական ուժերին զգոն լինել եւ թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականապես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանն, այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի հետևից։ Միայն հասարակության եւ քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը, միայն համատեղ քայլերով է հնարավոր կանգնեցնել Հայաստանի դեպի անխուսափելի աղետ ընթացող գործընթացը։ Երեկ նաև տեղի է ունեցել Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Դատարանի դահլիճում Կարապետյանը խոսել է իրեն առաջադրված մեղադրանքների եւ եկեղեցուն պաշտպանելու մասին։ 13 ամիս առաջ ինձ առաջադրվեցին 3 մեղադրանք։ Մեկը մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար, որի համար ես հաղթած եմ, եւ 2 մեղադրանք, որոնք ես համարում եմ քննիչների եւ դատախազի կողմից իրավունքի հանդեպ դիմանում։ Ուղղակի ես բացարձակ կարծում եմ այդ հարցերի, որոնց միջոցով ինձ մեղադրանք Այսինքն, պարոն Թարազմանյանին առաջարկան ես տեսել եմ այս դատարանի դահլիճում, իսկ իմ մեղադրանքը ակցիոնային այսպես էլ երջտեսը, այսինքն ինչի համար են ես մեղադրվում, ես այդպես էլ չհասկացա։ Դատարանը 2 ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Հանրային մեղադրողը պահանջել էր 3 ամսով երկարացնել ժամկետը, բայց դատավոր Վահե Դոլմազյանը հրապարակելով որոշումը նշել է, որ 3 ամսյա ժամկետը նշված գործողությունների համար շատ է, բայց 1 ամիսն էլ ոչ այդքան բավարար։ Ուստի դատարանը որոշել է տնային կալանքը երկարաձգել 2 ամսով մինչև սեպտեմբերի 18-ը։ Դատարանի որոշումը Կարապետյանի համար սպասելի էր, հայտարարել է նա, խոսելով իր կալանքի երկարաձգման մասին, կուսակցության առաջնորդը պատասխանել է հարցին, թե որոշումը կսահմանափակի արդյոք իր գործողությունները։ Ավելի ակտիվ կլինեի, ավելի արագ Փաշինյանին ճանապարհենք։ Իսկ ձեր գաղտնի պլանի հետ կապված որևէ նորություն կասեք, ինչպես եք այդ հեռացնելու։ Դե հետո ասում ենք, դուք ուշադիր հետևեք։ Հենա գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք։ Փաստորեն դուք ճանապարհեցիք, ոչ թե Բա Փաշինյանը խաբար չէր։ Իդեպ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ևս հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը։ Նա հայտարարել է, որ ուզում է գործունեությունը ծավալել մասնավոր ոլորտում։ Տավրոս Սափեյանը նույնպես չի վերցնի մանդատը, որոշել է շարունակել աշխատանքը որպես Թալինի համայնքապետ։ Վաղարշակ Հակոբյանը քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում 50-րդ համարն է, իսկ Տավրոս Սափելյանը 61-րդ։ 9-րդ գումարման ազգային ժողովում կուսակցությունը կստանա 64 մանդատ։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ խոսել է ընդդիմության մանդատները վերցնելու որոշման մասին։ Նրա խոսքով ազգային ժողովում ընդդիմության ներկայությունն արմատական կարևորություն ունի, այլապես խորհրդարանը գերի կմնա քաղաքացիական պայմանագրին։ Երբ որ փողոցում
ժողովուրդը, Երևանի փողոցը պահանջում է իշխանության հրաժարականը, ազգային ժողովում պետք է падգամավորները քվեարկեն։ Եվ եթե չկա падգամավոր ընդդիմադիր, որը պետք է քվեարկի, ամբողջ փոփոխության հույսը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա է լինելու, ինչը գործնականորեն անհնար է, որ ԿՊ-ն գնա քվեարկի, որ ինքը գնա։ Այդ իսկ պատճառով եկել ենք այն տրամաբանության, չնայած իհարկե մեր մեջ էլ կար կարծիք, չեմ թաքցնի, իմ մեջ էլ կար կարծիք, որ հետագա իրենց ազգային ժողով գնալը ինչ նպատակահարմարություն ուներ այդ պահին, բայց երկար նայելով գործընթացին մենք հասկանում ենք, որ ազգային ժողովը գերի թողելով 100%-անոց ԿՊ-ական սարքելով, մենք ունենալու ենք այլ միջավայր մեր երկրում, դա անձնիշխանություն էր 100%-անոց։ 2026-ի խորհրդարանի ընտրությունը պատմության մեջ կմնա որպես աննախադեպ պետական տերորի պայմաններում տեղի ունեցած ընտրություն։ ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել ու շեշտել, որ իշխող ուժը ընտրական գործընթացի ընթացքում կիրառել է ամբողջ վարչական ռեսուրսը պետական եւ համայնքային լծակների ներգրավմամբ եւ արդյունքում առաջին անգամ վարչական միջամտության պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացին զրկվել է իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը խորհրդարանում ներկայացված լինել իրավունքից։ Ցանկացած գնով վերարտադրվելու իշխանության մոլուցքը հարվածի տակ է դրել հանրային համերաշխությունը, ժողովրդավարական արժեքները, կայունությունը եւ պետության կենսունակությունը։ Գործող վարչախումբը շարունակաբար թիրախ է դարձնում անկախության հռչակագիրը, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմքերը, այն ամենը, ինչ եղել է համահայկական միասնության շաղախը։ Ստեղծված պայմանում նոր իրողությունների եւ հանգամանքների հաշվառմամբ հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մարտավարությամբ, նոր թափով եւ ուժգնությամբ։ Անհայտ անձը հուլիսի 7-ից 8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք եւ վնասել 6 դամբարան եւ աղբյուր։ Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին։ Պատրիարքարանը դատապարտում է սրբազան արժեքների եւ հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։ Գորիսում վերջին օրերին մարդկանց առօրյան փոխվել է։ Մի շարք բնակավայրերում մարդկանց վրա գայլերի հարձակումներից հետո բնակիչները խուսափում են միայնակ դուրս գալ տնից, իսկ փրկարարներն ու մասնագետները շարունակում են որոնել կենդանու։ Ինչ է հայտնի դեպքերի մասին, ինչ վիճակում են տուժածները եւ ինչ վարկածներ են քննարկվում, ռեպորտաժում։ Գորիսում ավելի զգուշավոր են դարձել։ Հուլիսի 8-ից բնակիչներն արդեն վախով են դուրս գալիս տնից։ Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 մարդու վրա։ Նախ Բաքում խաղացող 3 տարեկան երեխայի վրա է հարձակվել, որին գայլի բերանից փրկել է ականատես մի տղամարդ։ Քարահունջ բնակավայրում էլ կենդանու զոհը 65-ամյա տղամարդ է դարձել։ Գայլը մեջքից է հարձակվել։ Տղամարդու վիճակը ծանր է, ABC մեդիային հայտնեց գյուղի վարչական ղեկավարը։ Դեմքնա ու մեջքի հետևից է արձակվել, հետո դեմքնա։ Ոնց որ այդպես կրնել ավնասվել, նարվի հետ խնդիր կա։ Փրկարար ծառայությունը որոնում է գայլերին, հայտնել է Գորիսի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը։ Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում գայլերին հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ։ Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանի խոսքով բոլոր տուժածները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նույն բողոքով գայլի հարձակում։ Ժամը 18-ից հետո 10-15 րոպեի ընթացքում արդեն ինքնուրույն ոչ շտապ օգնության միջոցով անմիջապես բերվեցին եւս 5 հոգի, որոնք ասեցին, որ գայլն է իրենց վրա։ Բոլորը դուրս են գրվել բացի մեկից։ Հիվանդանոց տեղափոխվածներից մեկի 65-ամյա տղամարդու վիճակը ծանր է, Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվելու։ Այնտեղ մասնագիտական օգնությունը այնտեղ կարող է ցույց տալ, բժիշկը արդեն կապը պահպանում է քիչ առաջ արկինգեցել խոսած, որ պայմանավորվածությունը որպեսզի ընդունեն ու տեղափոխումը կազմակերպենք։ Փոխտնօրենի խոսքով գայլերի հարձակումից հետո ոչ աշխատանքային ժամին հիվանդանոց է վերադարձել ամբողջ բուժանձ
անձնակազմը եւ անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է։ Իրավապահներն ու փրկարարները որոնում են մարդկանց վրա հարձակված կենդանուն։ Դեպքը լուրջ մտահոգություն է առաջացրել նաեւ մասնագետների շրջանում։ Կենսաբան Հրաչ Ղազարյանի ուսումնասիրած տեսագրությունների համաձայն կադրերում երևում է վնասված վերջույթով էգ գայլ, նաեւ նրա երկու ձագերը։ Մասնագետների գնահատմամբ տարվա այս եղանակին, երբ սննդի պակաս չկա, գայլերի այսպիսի վարքագիծը բնորոշ չէ։ Հենց այդ պատճառով էլ չեն բացառում, որ մարդկանց վրա հարձակված կենդանին կարող էր վարակված լինել կատաղության վիրուսով, որը մահացու վտանգավոր վիրուսային հիվանդություն է, սակայն դրա զարգացումը հնարավոր է կանխել, եթե մարդը ժամանակին ստանա անհրաժեշտ բուժօգնություն։ Բժիշկները հիշեցնում են, կենդանու կծելու կամ քերծելու դեպքում պետք է անմիջապես լվանալ վնասված հատվածը օճառաջրով կամ ախտահանող նյութով եւ առանց ժամանակ կորցնելու դիմել բուժհաստատություն։ Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում են, Գորիսի բնակիչներին կոչ են անում լինել առավել զգոն, խուսափել վայրի կենդանիների հետ շփումից եւ ցանկացած կասկածելի դեպքի մասին անմիջապես տեղեկացնել համապատասխան ծառայություններին։ Սեդա Գյուրեղյան, Նանե Հայրապետյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Կրկին պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մի քանի քաղաքներում, իրանական լրատվամիջոցները հայտնել են Չաբահարում, Բուշեյրում, Բանդար Աբասում, Քոնարակում եւ Ահվազում տեղի ունեցած պայթյունների մասին։ Տարածաշրջանի երկնքում գրանցվել է ԱՄՆ-ի ռազմական բարձր ակտիվություն։ Վնասների եւ զոհերի մասին մանրամասները դեռևս հայտնի չեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանում գտնվող Միացյալ Նահանգների Ալ-Ազրակ ավիաբազայի վրա։ Հարվածի տակ է հայտնվել նաև ԱՄՆ հրամանատարական կենտրոնը, այլ մանրամասներ հայտնի չեն։ Կորպուսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Իրանի վրա հարվածները կխոչընդոտեն Հորմուզի նեղուցի սահմանափակումների աստիճանական վերացմանը։ Նեղուցի թողունակությունն այժմ ավելացել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ հակամարտությունից առաջ եղած մակարդակի 50%-ով։ Մաշհադում 100 հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Արարողությունն ավարտվել է միասնական աղոթքով։ Նրա մարմինը հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանում։ Իրանական պետական հեռարձակողի տվյալով հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար ժամանել են նաև 27 երկրներից ավելի քան 4700 օտարերկրացիներ։ Հավաքված իրանցիները վանկարկել են հակաիսրայելական եւ հակաամերիկյան կարգախոսներ, իսկ պաստառների վրա սպառնալիքներ են գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Եվ վերջում եղանակի մասին։ Հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, Երևանում չի անձրևի։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք առայժմ։